Բանակային անցնող շաբաթն ամփոփելու ժամանակն է, բարի երեկո։ Թողարկման մեջ տեղ գտած թեմաների մասին նախ համառոտ։ Խրամատային ամուր ենթակառուցվածքներ եւ շուրջօրյա զգոն ծառայություն, որոշ բանակային դիրքերում ձմռան շունչն արդեն նկատելի է։ Հնգորյա հավաքներ կին զինծառայողների ներգրավմամբ, կանանց գումարտակը ամրապնդում է մարտավարամասնագիտական կարողությունները։ Ինչպես տարբերակել կեղծ եւ իրական տեսանյութերը եւ չդառնալ խոցելի արհեստական բանականության տիրույթում, ռեպորտաժ հնարավոր ռիսկերի մասին։ Մեկ տասնյակից ավելի կտավներ ուսումնական զորամասում Գեղարվեստի ակադեմիայի սաներն իրենց ստեղծագործությունները նվիրել են զինված ուժերին։ Համերգային ծրագիր Սարդարապատի արծիվը խորագրով այս շաբաթ լրացավ մշակույթի վաստակավոր գործիչ երջանկահիշատակ Մուրադ Հակոբյանի 70-ամյակը։ Հանրապետության բարձրադիր գոտիներում ձմռան շունչն արդեն նկատելի է։ Եղանակային անբարենպաստ պայմաններում իհարկե դժվարանում է նաև ծառայության կազմակերպումը բանակային դիրքերում։ Սակայն բնության օրենքներին պետք է ենթարկվել եւ նախապատրաստվել ինչպես հարկն է, ամրացնելով ու կատարելագործելով դիրքային ենթակառուցվածքները։ Մեր գործընկեր Նաիրա Համբարձումյանն այս շաբաթ այցելել է Հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, որտեղ չնայած եղանակային բարդ պայմաններին զինծառայողները պատվով ու պատասխանատվությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրները։ Դիրքապահների ծառայողական առօրյայի հետաքրքիր դրվագները ներկայացվող ռեպորտաժում։ Բանակային դիրքեր տանող ճանապարհից գումարտակի հրամանատարի տեղակալը պահպանության շրջանի ենթակառուցվածքներն է ցույց տալիս։ Ամրացված շրջանում իրականացված ինժեներական աշխատանքների ծավալներն հիացմունք են առաջացնում։ Սա հասկանալի պատճառներով թողնում ենք կադրից դուրս։ Ինքերի ճանապարհն է, ինչպես տեսնում եք, արդեն ձյունը հակում է ճանապարհը։ Հակոբը փորձառու վարորդին հատուկ ճարպկությամբ, բայց առանձնակի ջանքով մեկը մյուսի հետևից հաշվում է ճանապարհի շրջադարձերն ու եւս մի քանի ոլորան, եւ մենք ծովի մակերևույթից 3000 մետր բարձրության վրա ենք։ Հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում եղանակն այսպիսին է շաբաթը 7 օր 24 ժամ եւ չնայած եղանակային պայմաններին բանակային դիրքի անձնակազմը մշտարթուն հերթապահություն է իրականացնում համաձայն օրվա կարգացուցակի սահմանված գրաֆիկով։ Իհեճուկս եղանակային այսպիսի պայմաններում հերթապահություն իրականացնելու իմ մտահոգությունների գումարտակի հրամանատարի տեղակալն առաջարկում է ծանոթանալ սահմանագծի կահավորմանը։ Կառուցել ենք խրամաճեղքեր, խրամախորշեր, ծածկաճեղքեր, համապատասխան ծառայությունը բարևոք կատարելու համար։ Կացարանները բոլորը այս տարի վերանորոգվել են թե արտաքին տեսքից, թե ներքին տեսքից, բոլոր դիրքերում ունենք ինժեներական աշխատանքներ կատարած բավականին ու նորից շարունակում ենք կատարել։ Պարոն մայորը հպարտությամբ ցույց է տալիս անձնակազմի ուժերով եւ հրամանատարության անվերապահ աջակցությամբ ողջ տարվա ընթացքում իրականացված աննախադեպ ծավալի ինժեներական աշխատանքների արդյունքները, որ ամբողջանում են հերթափոխերի առավել արդյունավետ կազմակերպման համար ներդրված արդիմիջոցների ու դիտարկման համար նախատեսված խրամախորշերի պատշաճ կահավորանքի առկայությամբ նաեւ։ Դիտարկումների մասին զեկուցում է հրամանատարական կազմին եւ աչալրջորեն տեսադիտարկման համակարգը վերահսկում ենք։ Ցրտաշունչ ձմռանը պատրաստվել են ինչպես որ հարկն է։ Հենց սրա շնորհիվ է, որ մեր դիրքապահները կարողանում են անարգել իրականացնել բանակային դիրքի պահպանումն ու իրենց վստահված խնդիրը։ Հավուր պատշաճի գրելով պետական սահմանի պաշտպանի իրենց առաքելությունն ու կոչումը։ Սահմանային իրադրությունը կայուն վիճակում է, անձնակազմի պաշտպանունակությունը բարձր մակարդակի վրա է։ Արդեն սովորել ենք այս եղանակային պայմաններին, կոփվել ենք, բոլոր պայմանները կան, որպեսզի հերթափոխերը իրականացվեն պատշաճ մակարդակով։ Մի քանի ամսից կրտսեր եղբայրս զորակոչվելու է ծառայության, իրեն էլ խորհուրդ եմ տալիս, որպեսզի գա պահի մեր երկրի պետական սահմանները։ Բանակը շատ կարևոր փորձառություն է։ Վերադաս հրամանատարությունը սահմանագծի տարբեր հենակետերում հաճախակի ստուգումներ է իրականացնում, արձանագրում առկա խնդիրները, գնահատում տեղում ծառայություն իրականացնող անձնակազմի կարիքները, լուծման ուղիներ գտնում, որպեսզի սահմանի պատշաճ պահպանությանը որևէ հանգամանք չխոչընդոտի եւ զինծառայողները հերթափոխերն իրականացնեն հնարավորինս բարենպաստ պայմաններում։
բանակը մեզ սովորացել է, որ ինքնուրույն կերպով կարողանանք ամեն ինչ կազմակերպել, դժվարությունները, որպեսզի մենակով կարողանանք հաղթահարենք։ Հենց այս պայմաններն են, տեսնում եք ինչ պայմաններ են, որ բանակային ընկերությունը ավելի թանկ են դարձնում։ Ուսուսի տված պահում ենք մեր պետական սահմանները։ Եվ այս պայմաններից է էլի, որ գալիս է բանակային ընկերոջ քաղցությունը։ Տուն, ընտանիք միջավայր ենք ստեղծում մեր անձնակազմի համար, որպեսզի ավելի լավ լինի դիրքի ընդհանուր ծառայությունը։ Իսկ ազատ հերթափոխերը ընդմիջվում են պարզ մարդկային զրույցներով, որոնք երբեմն նաև յուրօրինակ խրատ են կրտսեր ընկերոջը, զինակցին, էլի մարդկային պարզ մի ապրումի մասին, որ մենք հայրենասիրություն ենք կոչում, որը տղաների համոզմամբ շոշափելի արժեք է դառնում միմյանց հերթափոխող ծառայակից ընկերների հայացքում հաստատուն վստահությամբ, իրար հանդեպ պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությամբ ու իրենց վստահված պետական սահմանի բանակային դիրքն անձնվիրաբար պաշտպանելու երթմանը հավատարիմ մնալու աներեր վճռականությամբ։ Նաիրա Համբարձումյան, Ռուբեն Մնացականյան, Զինուշ։ Ինչպես զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներում, այնպես էլ աստիճանաբար համալրվող եւ զարգացող կանանց գումարտակում ծառայությունը շարունակում է բնականon հունով։ Բանակային կարգացուցակի պահանջներին համապատասխան տեսական ու գործնական պարապմունքներով։ Եվ այդ շրջանակում պետք է դիտարկել նաև կին զինծառայողների ներգրավմամբ անցկացված հնգորյա հավաքը։ Ստուգատեսի նպատակն էր բարելավել զինանձնակազմի կրակային եւ ֆիզիկական պատրաստության որակները, ուսուցանել առաջին բուժօգնության հիմունքները։ Կանանց ստորաբաժանման զինծառայողները անցնում են հնգորյա հավաքի ծրագրով նախատեսված հերթական պարապմունքի իրականացմանը։ Մեկը մյուսի հետևից կատարելագործում են կրակային պատրաստության հմտությունները, ամրապնդում, առաջին բուժօգնության ցուցաբերման ունակությունները։ Նպատակն է դաշտային պայմաններում զարգացնել կին զինծառայողների արագ կողմնորոշվելու, առաջադրված խնդիրները օպերատիվ լուծելու ունակությունը։ Հնգորյա հավաքի շրջանակում անցկացվող գործնական պարապմունքները կարևորում են նաև ստորաբաժանման շարքերը վերջերս համալրած կայերն են։ Վստահ է, նպատակը դրված արդյունքին հասնելու ամենից արդյունավետ միջոցը հենց գործնական մարզումներն են։ 2 ամիս է ինչ գտնվում եմ զինված ուժերի կանանց գումարտակում ու այստեղ կան հատուկ պայմաններ, որի միջոցով զինծառայողը հնարավորություն ունի հաղթահարել իր առջև դրված խնդիրները, ինչպես նաև լինել լավագույն զինծառայողը։ Խոսելով տղաներին համահավասար ռազմական գործը յուրացնելու պատրաստակամության մասին, կին զինծառայողները նկատում են, հայրենիքը պաշտպանելիս սեռը նշանակություն չունի։ Ուրախ ենք, որ այսպիսի գումարտակ կա, որ ստեղծել են պաշտպանության նախարարությունը, աղջիկների գումարտակ, որ հնարավորություն են գանք, ծառայենք, հասկանանք, կարող ենք, չենք կարող, մեր ուժեղ թույլ կողմերը հասկանանք ու բացի դրանից էլ նաև մեզ համախմբում է այդ ընկերասիրությունը։ Հինգորյա հավաքների ժամանակ իմ մեջ ահագին փոփոխություն է եղել, հաղթահարել եմ հոգեբանական արգելակոտիները, մարտական արգելակոտին, ինչպես նաև կրակային պատրաստության դասընթացներ կան, որոնք նույնպես օգնեցին ինձ զենքի հատկություններին ավելի մանրակրկիտ ծանոթանալու համար։ Յուրաքանչյուր այսպիսի գործնական պարապմունք ակամայից ամրապնդում է զինծառայողների մարտավարամասնագիտական պատրաստությունը, ոգևորում, տրամադրում է առավել եռանդով իրականացնելու զինծառայությունը, պատվախնդրորեն կատարելագործելու հմտություններն ու ունակությունները։ Դաշտային հավաքների կառավարությունը այնա, որ իրանք հնարավորինս մոտեցված է իրական պայմաններին։ Այսինքն լսարանային այս տարբերումը նրանով, որ կոմֆորտի զոնայից զինծառայողը դուրս է գալիս, ոչու արևի քամու տակ սովորում են ոչ միայն կիրառել միջոցները, այլ նաև ներդաշնակվել։ Ավելին, կարճատև հավաքի ընթացքում անցկացվող պարապմունքները առավել արդյունավետ իրականացնելու համար հրանգիչները անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր զինծառայողին։ Փորձում ենք հիմնական մեր շեշտը դնել անհատական պարապմունքների վրա, քանի որ զինծառայողները տարբերվում են, ամենքը ունի տարբեր ֆիզիոլոգիա, հոգեբանություն, հնարավորություն եւ այլն ֆիզիկական։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի հրահանգիչը բացահայտի զինվորի թույլ եւ ուժեղ կողմերը եւ դրանց վրա աշխատի։ Ընդհանուր առմամբ հնգորյա հավաքը կին զինծառայողներին առավել արդյունավետ գործելու, դաշտային վարժվածությունը բարձրացնելու հնարավորություն ընձեռեց։ Բացի այդ, այն կարևոր միջոց դարձավ զարգացնելու զինծառայողների փոխգործակցելու ունակությունն ու առաջադրված խնդիրները համատեղ կատարելու արդյունավետությունը։ Ներսես Իվանյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։
18-ից 27 տարեկան ես, համարձակ ու վստահ քո ուժերին, ունես նպատակներ, ուրեմն ոչինչ չի կարող կանգնեցնել քեզ։ Ընտրիր նոր հնարավորություն, կանանց եւ աղջիկների համար ներդրված կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը։ Կծառայես այստեղ բացառապես ուսումնական զորամասում, ծառայության ու կեցության լավագույն պայմաններում։ Ծառայության տևողությունը ընդամենը 6 ամիս, ավարտին 1 միլիոն դրամ պատվովճար։ Ուզում ես մնալ բանակում, շարունակիր ծառայությունը Պաշտպան հայրենիաց ծրագրով 5 տարվա պայմանագրային զինվորական ծառայության հիմունքներով։ Կոտրիր կարծրատիպերը, հավատա, ձգտիր, դարձիր նրանցից մեկը։ Հիմա քո հերթն է։ Ամբողջ աշխարհում կայսակնային արագությամբ զարգանում եւ օրեցօր ավելի լայն ու հասանելի հնարավորություններ են ստեղծում արհեստական բանականության գործիքները։ Եվ այս տիրույթից բնականաբար անմասն չի կարող մնալ նաեւ բանակը։ Այսօր յուրաքանչյուրը կախված իր երևակայությունից եւ մտադրված նպատակից կարող է ստեղծել ու տարածել ապատեղեկատվություն եւ կախված դրա բովանդակությունից խոցելի դարձնել նաեւ զինծառայողներին կամ նրանց հարազատներին։ Հետեւաբար պետք է լինել մշտապես զգոն եւ ուշադիր, իսկ թե ինչ ռիսկերի մասին է խոսքը եւ ինչպես տարբերակել կեղծ տեսանյութը իրականից, կներկայացնի Տաթևիկ Աբրահամյանը։ Եթե չես գտնում քո ուզած էմոջին, ստեղծիր այն արհեստական բանականությամբ, բավարար է միայն համապատասխան ծրագրում ներբեռնել լուսանկար, ձայնագրություն, գրել որոշ շրահանգներ եւ արդյունքը պատրաստ է։ AI-ը զվարճալի թվալուց բացի կարող է շատ վտանգավոր լինել, քանի որ հնարավորություն է տալիս ստեղծել կոնտենտ, որն իրականից գրեթե չի տարբերվում։ Ինչպես ամբողջ աշխարհում մեր երկրում եւս արհեստական բանականության գործիքները օրեցօր հասանելի են դառնում։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուրը կարող է ստեղծել ու տարածել նաեւ ապատեղեկատվություն, կախված անձի երևակայությունից ու նպատակից։ Պետք է արձանագրել, որ արհեստական բանականությունն այլևս մեր կյանքի բաղկացուցիչ մասն է, որն ունի շոշափելի ազդեցություն մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա։ Միաժամանակ պետք է նաև նշեմ, որ ոլորտային մարտահրավերները, ինչպիսիք են կեղծ տեսազանգերը, կեղծ տեսանյութերը, ապատեղեկատվություն պարունակող բազմաթիվ բովանդակություններ, ենթարկվում են կտրուկ փոփոխությունների յուրաքանչյուր պահի, եւ որևէ կառույց եւ որևէ անհատ երաշխավորված եւ ապահովագրված չէ դրանց ազդեցություններից։ Օրական 20 տեսանյութ է թույլ տալիս սարքել, որ պատկերացնեք, հա։ Այդ նշանակում է, որ եթե ինչ-որ մեկը որոշում է կեղծիք սարքի, նույնիսկ առանց գումար ծախսելու, ընդ որում շատ փորձարկելու տարբերակներ ունենալով, կարող է ինչ-որ խեղաթյուրող տեսանյութեր սարքել։ Չատբոտն օրինակ ստեղծել է գաղտնագիր, որի միջոցով մարդկանց անձնական տվյալներին տիրապետելը դարձել է բավականին հեշտ։ Զգուշացնում են մասնագետներն ու վկայակոչում ChatGPT-ի վերջին զեկույցը, ըստ որի կան երկրներ, որոնք օգտագործում են այս ծրագիրը տեղեկություններ կորզելու նպատակով։ Հետևաբար պետք է զգոն եւ ուշադիր լինել տեղեկատվական արտահոսքից խուսափելու համար։ Խոցելի կարող են լինել նաեւ զինծառայողները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ ընտրողների ռեգիստրից կարելի է օրինակ իմանալ, որ այս զինծառայողի սա ծնողներն են, իմանալ իրենց հեռախոսի համարը, կոտրել, այսինքն այդ դեպքում զանգելուց զինվորը տեսնում է, որ հենց ծնողն է զանգում ու փորձել հենց ձայնը փոխել ու տեղեկատվություն ստանալ կամ փոխանցել ինչ-որ կեղծիք։ Դժվար է տարբերել սովորական մարդու համար, ով ունի մեդիագրագիտության մակարդակ, լսում է միայն իր հարազատի անունը եւ արդեն էմոցիոնալ ֆոնի վրա կարող է տրվել տվյալ մանիպուլյացիաներին, թե SMS հաղորդագրություններ ուղարկել, թե կատարել պահանջը, որը հնչում է։ Արհեստական բանականությամբ հնարավոր է նաեւ իրական տեսանյութում հեշտությամբ փոխել մարդու դեմքը։ Այս զեղծարարության հիմնական նպատակը շանտաժի միջոցով անձից գումար կամ գաղտնի տեղեկություն կորզելն է։ Ըստ մեդիա հոգեբան Սաթեն Գրիգորյանի, տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց AI-ով գեներացվում է այնպիսի կոնտենտ, որը դժվար է իրականից տարբերել անգամ մասնագետների համար։ Նշույլ իսկ կասկած ունենալու դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի կամ անձի, ով կկարողանա ճիշտ կողմնորոշել տվյալ իրավիճակում հասկանալու համար, պարզելու համար արհեստական բանականությամբ գեներացված կոնտենտը, թե ոչ։ Օրինակ ուշադիր նայեք թարթելուն, որովհետև արհեստական բանականությունով սարքած տեսանյութերը չեն թարթում սովորաբար,
ինչ որ անճոռնի շարժումներ են եւ այլն, երբ որ ինչ որ շրջանցող շարժումներ են, պտույտներ կան եւ այլն, այդտեղ արհեստական բանականությունը խառնվում է։ Օրինակ ձեռքը կարող է ինչ որ մի պահ աչից ձախ դառնա, հետո էլի ուղղվի, հա։ Ոտքերը կարող է մեկ էլ տեղերով փոխվեն։ Շատ ակնթարթային դա կարող է լինել, բայց եթե մարդ ուշադիր լինի, կարող է դա բռնացնել։ Տեսանյութը կեղծ է թե իրական կարելի է հասկանալ նաև ստվերներից ու տեսանյութում պատկերված անձանց մազերի տեսքից։ Ուշադիր զննելու դեպքում աչքի բիբում նկատելի են որոշ արտացոլանքներ։ Զգուշացնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ու հավելում. եթե տեսանյութի դեպքում հնարավոր է տարբերություններ գտնել, ապա ձայնային հաղորդագրությունների դեպքում դա առավել բարդ է։ Կամ տեքստ ես տալի, ինքը տեքստը կարդում այդ մարդու ձայնով, կամ դու խոսում ես, բայց քո ձայնը այդ մարդու ձայնով է, էլի դուրս գալիս այն կողմից։ Այստեղ կարծում եմ ամենալավ տարբերակելու ձևը ունենալ ինչ որ ֆրազներ, ոնց որ գաղտնաբառեր, հա, երբ որ դու զգում ես, որ քեզ ծանոթ մարդ ինչ որ տարօրինակ հրահանգներ է տալիս։ Պարբերականության սկզբունքով իրականացվում են մեդիագրագիտության դասընթացներ ՀՀ զինված ուժերի ենթակայության ներքո գտնվող բոլոր զորամասերում։ Սպաներին եւ զինծառայողներին իրազեկում ենք, թե ինչպես զերծ մնալ տեղեկատվական արտահոսքից եւ կիբերհարձակումներից։ Կեղծիքներից զերծ մնալու համար պետք է առաջնորդվել նաև բանականությամբ, թե որքան իրական կարող է լինել տվյալ տեսանյութն ու ձայնագրությունը։ Հաճախ հենց բովանդակությունը պետք է հուշի անձին, թե որն է գեներացված նյութի հիմնական նպատակը։ Այդուհանդերձ, անկախ նրանից տեսանյութն ու ձայնագրությունը իրական է, թե ստեղծվել է արհեստական բանականությամբ, պետք է զերծ մնալ զինված ուժերի վերաբերյալ տեղեկություններ փոխանցելուց։ Տաթևիկ Աբրահամյան, Հայկ Շիլինգարյան, Զինուշ։ Բանակ հասարակություն կապի ամրապնդման ուղղված տարաբնույթ միջոցառումները շարունակական բնույթ են կրում։ Դրանք նպաստում են փոխադարձ վստահության եւ համագործակցության խորացմանը։ Այդ օրինակ միջոցառումներից մեկն էլ օրերս տեղի ունեցավ հրետանային ուսումնական զորամասում։ Գեղարվեստի ակադեմիայի սաները Չարենցյան Հայաստան խորագրի ներքո ստեղծագործել են եւ իրենց աշխատանքները նվիրել են զորամասին։ Գեղարվեստի ակադեմիայի սաները կես տարի ապրել են արվեստով, ստեղծելով կտավներ, որոնք մեկ խորագրի ներքո են՝ Չարենցյան Հայաստան։ Այդ ստեղծագործությունները այժմ իրենց նոր տունն են գտել բանակում, դառնալով կամուրջ զինվորական առօրյայի եւ ստեղծագործ աշխարհի միջև։ Իրականացվեց այս նախագիծը, որին մասնակցում են 18 ուսանող եւ թեման ընտրվել էր Չարենցյան Հայաստան եւ այդ թեմայով մեր ուսանողները ստեղծեցին այս կտավները, որոնք ուրեմն սիրով նրանք նվիրաբերելու էին զորամասին։ Ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր հրետանային ուսումնական զորամասում, մեկ հարկի տակ էր համախմբել նկարիչների, դասախոսների եւ զինվորների։ Երիտասարդ հեղինակները մեծ ոգևորությամբ էին պատմում իրենց կտավների մասին, խոստովանելով, որ նախաձեռնությունը հնարավորություն տվեց զինվորների առօրյան առավել հաճելի դարձնել։ Նկարչությունն ինձ համար ապրելակերպ է, առանց որի չեմ պատկերացնում իմ առօրյան։ Ես ծննդով Սիսյանից եմ, իմ համար շատ կարևոր է եղել միշտ զորաց քարերը։ Ես իմ ստեղծագործությունում պատկերել եմ հայկական փոքր խրճիթ, ինչու հենց խրճիթ, որովհետև այն ժամանակ բոլորը ապրել են մեկ հարկի տակ, այդ պատճառով ամեն մեկի համար իր փոքր տունը, փոքր սենյակը ամենաջերմն ու լուսավորն էր։ Այս աշխատանքը ես մոտավորապես կատարել եմ 2 ամսում։ Ու երբ որ իմացա հենց զինվորի համար եմ կատարում, ավելի սիրով լցված եմ արել, այն էմոցիաները, այն հույզերը, ինչ որ ես ունենում էի, կրկնապատկվում էին, քանի որ գիտեի, հետո զինվորը տեսնելու է իմ աշխատանքը։ Մշակույթը պետք է լինի ամենուր եւ մեր զինվորները բացի զինվորական պատրաստվածություն ունենալուց պետք է ունենան նաեւ մշակութային պատրաստվածություն եւ այս նախագծով մենք կարողանում ենք նաեւ մեր զինվորներին ուրեմն նեցուկ լինել, որպեսզի նրանք առերեսվեն արվեստի հետ, մշակույթի հետ եւ կարծում եմ այս նախագիծը դեռ երկար տարիներ կարողանանք իրագործել եւ տարբեր զորամասերում պիտանի լինել։ Զորամասի հրամանատարական կազմը նույնպես մեծ կարևորություն է տալիս նմանատիպ միջոցառումներին։ Նրանց խոսքով արվեստի գործերը զինվորների շրջանում նաև գեղագիտական ճաշակ են ձևավորում։ Ով գիտե, գուցե այս ցուցահանդեսը զինվորների շարքում նոր ստեղծագործողներ բացահայտի։ Պարբերաբար յուրաքանչյուր տարի նաև մենք ունենում ենք ստեղծագործ զինվորներ, ովքեր իրենց ստեղծագործություններով նաև հանդես են գալիս համաբանակային նկարիչ քանդակագործների մրցույթ ստուգատեսին։
Միևնույն ժամանակ նպաստում է, որ իրենց քաղաքացիական մասնագիտությունը նաև կարողանում են զորամասում շարունակությունը գտնել եւ իր դրամաբանական ավարտ ունենալ, նաև այդ կապը չի կորում մշակույթի եւ ծառայության հետ։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ մեր զորամասի ինտերցասրահը, որը որ այս բանը վերածվել է եւ որոշ ժամանակ լինելու է որպես ցուցասրահ, ոչ միայն ըստ փոքրականակ անձնակազմը դիտելու են գործը, ինչ որ նվիրաբերել եք զորամասին, մեր զորամասի ողջ անձնակազմը գալու է այս ցուցասրահով անցնելու է ձեր աշխատանքները նայելու են։ Միջոցառման ավարտին ստորաբաժանման հրամանատարն իր խոսքն ուղղեց ուսանողներին, որոնց կտավներն այժմ զարդարում են զորամասի պատերը։ Նկարիչների միության նախագահը, Գեղարվեստի ակադեմիայի դասախոսական եւ ուսանողական անձնակազմը գնդապետ Աշոտ Սարգսյանի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով։ Լաուրա Մամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։ Զորակոչվել ես բանակ ու մտածում ես, ինչպես է անցնելու կյանքիդ նոր շրջափուլը։ Հնարավոր է արդյոք ծառայել Հայաստանի Հանրապետությանը ու միաժամանակ բարձր աշխատավարձ ստանալ։ Ծառայելուն զուգահեռ բարձրագույն քաղաքացիական կրթությամբ զբաղվել։ Հաճախակի լինել տանը, ընտանիքիդ կողքին։ Զորացրվելիս էլ տուն վերադառնալ 5 միլիոն դրամ պատվովճարով։ Այո, այդ հնարավորությունը քեզ տալիս է Պաշտպան հայրենիաց ծրագիրը։ Սա ժամկետայինից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու բացառիկ հնարավորություն է յուրաքանչյուր նորակոչիկի համար։ Ցանկություն հայտնիր պայմանագիր կնքել 5 տարի ժամկետով եւ կծառայես բնակությանդ վայրին մոտ զորամասում, կստանաս բարձր եւ երաշխավորված աշխատավարձ, իսկ հատեստավորման արդյունքում նաեւ աշխատավարձդ բազմապատկելու հնարավորություն։ Եվ սա դեռ ամենը չէ։ 5 տարի անց պայմանագրի ժամկետի ավարտին կստանաս ուշադրություն 5 միլիոն դրամ պատվովճար։ Գումարն էլ կտնօրինես ինչպես ուզում ես։ Հետաքրքրեց, ուրեմն կատարիր քո ճիշտ ընտրությունը հենց հիմա։ Շարունակում ենք մշակութային թեման։ Այս շաբաթ լրացավ Սարդարապատ Պարի պետական անսամբլի հիմնադիր Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ երջանկահիշատակ Մուրադ Հակոբյանի 70-ամյակը։ Ընկեր Մուրադը, ինչպես նրան սիրում էին անվանել սաները, մեծ ներդրում է ունեցել զինված ուժերում մշակութային ոլորտի զարգացման գործում։ Մուրադ Հակոբյանի 70-ամյակի առթիվ Սարդարապատ Պարի պետական անսամբլը համերգային ծրագիր էր կազմակերպել, որը կրում էր Սարդարապատի արծիվը խորագիրը։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի Սարդարապատ Պարի պետական անսամբլը ոչ միայն զինված ուժերի մշակութային այցեքարտն է տարբեր երկրներում, այլև հաճախ պետական պաշտոնական միջոցառումների անբաժան մասն է։ Պապայի 70-ամյակի նվիրված այս միջոցառումը ծրագիրը ամբողջովին փոխել եմ։ Դե բոլորն էլ գիտեն, որ կազմն էլ է փոխվում։ Այսինքն զինվորները 6 ամիսը մեկ փոխվում են, դա էլ իր խնդիրները ունի, բայց մենք ունենք նաև մեր Պարավեստի դպրոցը, այս մեր զինված ուժերի անսամբլինքից, որտեղ պատրաստում եմ ես այդ երեխեքին, աշակերտներին իմ, ովքեր որ հետո համալրում են մեր անսամբլի կազմում։ Անսամբլն արդեն 48 տարվա պատմություն ունի, որից 30-ը զինվորի հետ ու զինվորի կողքին։ Մուրադ Հակոբյանը Բալթյան նավատորմի երկիպարի անսամբլում ծառայության փորձը հետագայում արդեն իսպաս բերեց Հայաստանի զինված ուժերին։ 1977 թվականին Երևանի Սպայի տանը հիմնված Աստղիկ Պարի անսամբլը հետագայում վերանվանվեց Սարդարապատ։ Վերջինս համերգներով հանդես է եկել ոչ միայն Հայաստանում, այլև ԱՄՆ-ում, Կանադայում, Իսպանիայում, Սերբիայում, Մեծ Բրիտանիայում եւ այլուր, դառնալով հատկապես հայ ռազմապարերի դեսպանը ողջ աշխարհում։ Այժմ վաստակավոր գործչի ավանդը պատվով շարունակում են ընտանիքի անդամները, մասնավորապես որդին, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ Էդգար Հակոբյանը, Սարդարապատ Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարն է։ Այս 44 օրյա պատերազմից հետո մենք մեծ միջոցառում արեցինք Սունդուկյանի թատրոնի բեմի վրա եւ ամբողջ հասույթը տրամադրեցինք զինվորի տուն հասարակական կազմակերպությանը։ Ես էլ չուզեցա անտարբեր անցնեմ եւ խորս այդ ավանդույթը շարունակեմ եւ այս մեր միջոցառումը, որը հենց իրան է նվիրվում, այդ տղեկին պետք է
արդեն հրավիրել եմ, որ ներկա գտնվեն եւ գոնե 2 ժամով կտրվեն իրանց այդ առօրյայից։ Անսամբլը հիմնականում համալրվում է պարտադիր ժամկետային ծառայության համար պիտանի ճանաչված եւ համապատասխան մրցութային փուլը բարեհաջող հաղթահարած պարող զորակոչիկներով, որոնք իրենց ծառայությունը մատուցում են բեմից, ծառայելով զինված ուժերի համապատասխան ստորաբաժանման շարքերում։ Տասնամյակներ շարունակ Սարդարապետն իր պարային բեմադրություններով աշխարհի տարբեր անկյուններում պատմել է հայ ժողովրդի պայքարի անցած ուղու հաղթանակների, ցավի ու կորստի մասին տոկունության ու վերստին հառնումի, հույսն ու հավատը երաժշտության ու պարի միջոցով փոխանցելով գալիքին։ Նաիրա Համբարձումյան, Ռուբեն Մնացականյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուշ։ Ուրգեն ջան, բարի լույս։ Բարև Գասպարյան ջան, ո՞նց ես։ Ոչինչ։ Չեմ հարմարվում։ 2 ամսով գնում եմ գյուղ։ Մի քիչ ցրվում եմ, մինչև հասկանամ ինչ եմ անում։ Դիա, Գասպարյան ջան, այդ քեզնից չի։ Մի հատ լավ գործ գտի։ Փողը շատ, գործն էլ նախկինից թեթև։ Տենց շատ լավ մի 2 առաջարկ արել են։ Բայց չեմ հարմարվում, 2 շաբաթից ավել չեմ դիմանում։ Քոնը բանակն է, եղբայր։ Աստված քեզ հետ։ Այսօրվա մեր դասը այնքանով է կարևոր, որ եթե տեսականը չյուրացնեք ինչպես որ հարկն է, մարտի դաշտում ունենալու եք լուրջ խնդիրներ։ Ուշադրություն, գրոհի առաջ։ Պետ որոշել եմ թոշակի անցնել։ Գասպարյան, ես գիտեմ, մի օր հետ ես գալու։ Փոփոխություններ են կատարվել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին ու պետական կենսաթոշակների մասին օրենքներում։ Զինված ուժեր վերադառնալու դեպքում կենսաթոշակի անցած սպաները կարող են շարունակել ծառայությունն ու պահպանել թոշակը։ Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փաթեթը։ Օրենսդրական փաթեթի կարևորության մասին խոսել է Պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող մեր որակյալ ռեսուրսը ներգրավել զինված ուժերի կարևոր ուղղություններում, պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում։ Քոնը բանակն է, եղբայր։ Խնդրում եմ վերականգնել ինձ ծառայության։ Գումարտակ, Ավսար, զգաս, ողջույն ձեզ։ Այո, իմը բանակն է։ Եթերում զինուժներ, մենք ամփոփում էինք անցնող շաբաթը, բանակային նորություններին հետևեք նաև առցանց սոցիալական մեդիա հարթակում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն տեղում, նույն ժամին, կրկին առանձնացնելով եւ ամբողջացնելով զինված ուժերի առօրյային վերաբերող թեմաները։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչեւ նոր հանդիպում։